Ոնց է աշխատելու այս պարագան, այսինքն պիտի ընտանիքը սպասի երեխան ծնվի, հա։ Երբ որ երեխան ծնվում է, այսինքն իրանց սերտիֆիկատի գումարը ավելանում է, որտեվ կարող է լինել։ Այսինքն սա նշանակում է պետք է սպասեն մինչև երեխայի ծնվել, չպետք է բնականon ձեռք Չէ, բերեն։ չէ, այսինքն երբ որ ծնվում է, իրանց սերտիֆիկատի գումարը ավտոմատ ավելանում է եւ եթե նույնիսկ ձեռք են բերել, իրենք ունեն նաեւ հնարավորություն այդ դրական մնացորդը այլ նպատակներով օգտագործելու, կշարունակեն օգտագործել։ Այսինքն մինչև 2026 թվականի դեկտեմբերի երեխան ծնվեց, անկախ ընթացիկ կարգավիճակից լրացուցիչ թե 4 է, թե 5 է, թե 3 է։ Իրենք ունեն անհատական հաշիվ, մենք ունենք նաև առցանց համակարգ, որտեղ երևալու այդ դրական մնացորդը, նաև այն սահմանաչափերը, որով որ կարող են այդ դրական մնացորդը օգտագործել, ինչպես նշեցի, կահույք, կենցաղային տեխնիկա, որոշ դեպքերում հողամաս կարող են օգտագործել։ Շատ լավ, երկրորդը ինչ դեպքի համար են կարգավորում, սա ինչ։ Պարոն վարչապետ, եղել են շահառուներ, իրենք քիչ են թվով, բայց արդարության համար ենք այս կարգավորումը անում, որոնք այդ պահին ոչ թե հիպոթեկային վարկով են այդ նույն տունը ձեռք բերել, այլ տեսակի վարկատեսակով, բայց միևնույնն է տուն են ձեռք բերել, ոչ թե պարզապես վարկ են վերցրել եւ այդ գումարը ծախսել են այլ նպատակներով, դիմումներ են ունեցել քաղաքացիներից եւ հարկ են համարել ուղումը կատարել, որպեսզի ոնց այլ տեսակի վարկով, ոնց սպառողական վարկով տուն են ձեռք բերել։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այս դեպքերում մեծամասամբ իրենք առաջին փուլում հենց հիպոթեկային վարկել կոչվել են։ Բայց բանկային համակարգ շուկայում այսպիսի առաջարկ ունի, եթե մարդը ունի հիպոթեկային վարկ, առաջարկում են տեղափոխել մեկ բանկից մյուս բանկ եւ ավելի ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորել։ Եվ այդ դեպքում, երբ որ մարդը հիպոթեկային վարկը ֆինանսավորած տեղափոխում է հաջորդ բանկը, այդ նոր բանկը երբեմն այդ վարկը անվանում է ոչ թե հիպոթեկային, այլ սպառողական վարկ անշարժ գույքի գրավով։ Այսինքն տրամաբանորեն նույն վարկն է եւ տրված է եղել սկզբնապես տունը ձեռք բերելու համար, բայց տեղափոխելուց հետո կոչվել է սպառողական վարկ։ Իրենք նույնականացվող հարցեր։ Հիմա նման շահառուների համար մենք ինչ ենք սահմանում, որ ինչ։ Մենք ունեինք արդեն սահմանված այդ 2 միլիոն դրամ յուրաքանչյուր անձի հաշվով փոխհատուցման համակարգ։ Եթե հիպոթեք ունենք, եթե հիպոթեկ է գործող հիպոթեկ։ Այսինքն հիպոթեք անվան բացակայության պատճառով, որպեսզի մարդիկ չզրկվեն նույն նպատակի համար, արդեն, այսինքն ըստ էության դե ֆակտո նույն վիճակը, դե ֆակտո վիճակը նույնականացնում ենք դե յուրեին, այսինքն դե յուրե նաև կանաչ լույս ենք տալիս այս դեպքին։ Այո։ Շատ լավ։ Երրորդ կետը ինչի մասին է։ Երրորդ կետը պարոն վարչապետ նրա մասն է, որ ավելի հեշտ ենք դարձնում այդ իրացման գործընթացը դրական մնացորդի, որովհետև այսօր սահմանված միայն հաշիվ ապրանքագրով փոխհատուցումները ըստ էության շատ են սահմանափակում, մենք թույլ ենք տալիս նաև այլ վճարային փաստաթղթեր, որոնք որ ծախսագրելու հնարավորություն են տալիս մեր հարկային համակարգում կիրառել, ինչպես նշեցի, ասենք որպես ամենաշատ կիրառվող օրինակ ՀԴՄ կտրոնը, որ եթե ՀԴՄ կտրոնով այդ բանը կատարվում է, գործարքը, ապա փոխանցումը կատարենք մենք։ Հեշտացնում ենք, դյուրինացնում ենք քաղաքացիների ըստ էության իրենց կենցաղային պայմանները բարելավելու հնարավորությունը, որտեղ է դրական մնացորդը դրա վրա է։ Այսինքն փաստաթղթավորման պահանջները նվազեցնում ենք, բայց այնուամենայնիվ ընդլայնում ենք, որ անպայման լինի, բայց լինի նաև այլ տեսակի փաստաթուղթ։ Շատ լավ։